իմ անունով վարկել ձևակերպում, անձնագրից տվյալները տամ, որ չեղարկեք։ Եթե այսպես հեռախոսազանգով անձնական տվյալներս տրամադրեի, ապա ամենայն հավանականությամբ ոչ թե ինձ կազատեի, այլ ընդհակառակը կօգնեի, որ իմ անունով վարկ ձևակերպեն։ Հայաստանում ֆինանսական վիշինգը կեղծ հեռախոսազանգերով քաղաքացիների դրամական միջոցներին տիրանալը սրընթաց ավելացել է։ Տեսախցիկին մեջքով նստած քաղաքացու անունով օրինակ, այս կերպ մոտ 1.5 միլիոն դրամի վարկ են ձևակերպել։ Ներկայացել են որպես բանկի աշխատակից Արտավազդ Մինասյան անուն ազգանունով, նշել է նույնիսկ թե որ բաժանմունքի աշխատակից է, հայտնել է, որ հայտ է ներկայացվել 600,000 դրամի արժեքով վարկի ձևակերպում, բայց քանի որ ցանկացել են այլ հեռախոսից մուտք գործել, իրենց մոտ հարց է առաջացել, արդյոք դա ես եմ թե ոչ, ասել են ոչ ես չեմ եւ խնդրել են, որ այդ հայտը 600,000 դրամի չափով չեղարկեն։ Խնդրել են մնալ կապի մեջ։ Այսպես ավելի քան 3 ժամ Թեհմինեն մնում է կապի մեջ, զեղծարարին տալիս հնարավոր ու անհնար անձնական տվյալներ, այդ թվում բանկից SMS եկած կոդերը։ Նույնիսկ հաշվարկել են, որ պահին են իրենք մուտք գործելու եւ որ պահին է ինձ SMS գալու եւ նույնիսկ ասեցին հենց հիմա մենք ձեզ կուղարկենք այն հեռախոսի մոդելը, որտեղից փորձել են մուտք գործել ու ես իրենց հարցրել եմ, իսկ հնարավոր չէ ավելի լուրջ տվյալներ տալ, որտեղ մոդելով ես ոչինչ չեմ կարող հայտնաբերել։ Իրենք ինձ ասեցին, որ 15 օրվա ժամկետում կմոտենաք մեր բանկի իրավաբանները ձեզ խորհրդատվություն կտան։ Այդ խոսելու ընթացքում հանցագործի հետ համագործակցող մեկ այլ անձը հասանելիություն է ունենում on-line banking-ին, որպեսզի տուժողը գլխի չընկնի, չտեսնի, որ իր on-line banking-ով որևէ գործարք է իրականացնում, հանցագործներից մեկը շեղում է քաղաքացուն, մյուսը իր գործողությունը կատարում։ Երկար խոսելով զոհի ուշադրությունը շեղելուց բացի կեղծարարները նաև հոգեբանական տեռոր են իրականացնում, նշում է տուժածը, ու այս ամենը սկսում է զանգող հեռախոսահամարից։ Վերջինս բանկի համարին շատ նման է լինում, Թեհմինեի դեպքում ընդամենը 1 թիվ է ուրիշ եղել։ Խոսել է շատ գրական հայերենով, խոսել է ինչպես բանկի աշխատակից, իր մոտ ընդհանրապես ոչ մի հարց չի առաջացել իր ով լինելու կապակցությամբ։ Սուրյանկյանը հաջողվել է ձեռք բերել ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես են զեղծարարներն աշխատում։ Հանցագործի զանգը իր ենթադրյալ զոհի հեռախոսը մեքենայաբար էր ձայնագրել, անծանոթ համար էր։ Այս պայմաններում մենք կարգավորումներ կոչակի վրա։ Կարգավորումներ բաժնում առաջին հերթին անհրաժեշտ է փոփոխել ձեր գաղտնաբարը, որպեսզի նոր սարքերից մուտքերի փորձեր չլինեն, որից հետո արդեն անհրաժեշտ ուղղությունները կտանք չեղարկման գործընթացը կատարելու համար։ Այս զանգն էլ մոտ 36 րոպե տևողություն է ունեցել, հասցեատերն այն ընդհատել է միայն այն ժամանակ, երբ նկատել է նամակներից մեկի նշումը բանկային քարտի մասին։ 6 անգամյա կոդ ուղարկվեց, բայց ոչ ինձ, այլ իմ հարազատներից մեկի հեռախոսահամարին։ Այդ հետո էլի ոնց որ անալիզ ես անում, հասկանում ես, թե ինչի էր դա պետք, որ ամբողջ բովանդակությունը տեքստից չնկատես դու, ուղղակի ուզես քո բարեկամից, քո հարազատից մենակ կոդը։ 6 նիշ մեկ անգամյա կոդը ես խնդրեցի իմ տղային, որպեսզի ինքը ինձ փոխանցի, բայց լավ է, որ իմ տղան նաև սկրինշոտ ուղարկեց այդ SMS-ի։ Իսկ SMS-ի մեջ նշված էր հետևյալը. ձեր քարտը կցվել է Apple Pay-ին եւ հաջողությամբ ակտիվացված է, պատրաստ է օգտագործման։ Այդ պահին արդեն ինձ մոտ բնական է կասկածներ առաջացան, ինչ կապ ունի վարկի հետ իմ քարտը, որը կցվում է ինչ-որ մի բանի։ Իսկ Թեհմինեի դեպքում հենց այսպես վարկերը ձևակերպել են, գումարը ստացել ու քարտով միանգամից գործարքներ իրականացրել, ընդ որում Վարշավայում եւ Ալմա-Աթայում։ Ինչ են գնել, հայտնի չէ։ Անմիջապես հենց հասկացել եմ, զանգահարել եմ բանկ, խնդրել եմ, ասել եմ, որ այս պահին վարկ ձևակերպվեց, որ դա ես չեմ, անմիջապես սառեցնեն վարկը ու այդ զանգահարելու ընթացքում էլ գնացել եմ անմիջապես բանկ, բայց ինձ ասեցին, որ արդեն ուշ է, որովհետեւ այդ գումարները էլ չկա։ Ոստիկանության բաժանմունքում գործ է կազմվել, ինձ որոշում տվեցին, որ ներկայացնեմ բանկին, որտեղ համարում էին ինձ տուժած, որից հետո երբ գործը գնացել է կենտրոնական քննչական բաժին, այնտեղից ինձ որոշում են տվել, որ հայտնում են, որ բանկին են համարում տուժած։ Բանկից տուժածին դեռ չեն արձագանքել, սակայն Թեհմինեն տեղեկացել է, որ բողոքարկման դեպքում այնուամենայնիվ տուժող ինքն է մնալու, պատասխանատվության բեռը դեռ ուսերին։ Բանկը կարող է տուժող համարվել, երբ բանկային համակարգը հանցագործները կոտրեն, հա, այսպես ասած, եւ հենց այդ կոտրելու միջոցով նրանք կարողանան վատնել մեր քաղաքացիների ֆինանսական միջոցները, բայց երբ որ մեր քաղաքացին իր կամոք է իր on-line banking հավելվածի կոդը տալիս, տրամադրում, այստեղ
ասել, որ բանկն է տուժող, մի քիչ ճիշտ չի, որովհետև քաղաքացին միշտ զգուշացվում է, որ օրինակ ձեր բանկային քարտի տվյալները մի մուտքագրեք ամեն պատահած վայրում։ Այս պարագայում վարկային պատմության սևացումը չարյաց փոքրագույնն է, որ կարող է լինել, բայց կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը տեղեկացնում է, որ նման դեպքերում ֆինանսական կազմակերպությունները հիմնականում ընդառաջում են հանցագործության զոհ դարձածներին, մինչև նախաձեռնված վարույթը արդյունքներ տա։ Տուժածները սակայն նշում են, միշտ չէ, որ ինչ-որ մեկի մեծ սրտի վրա հույս կարելի է դնել։ Քննարկման ենթակա է այդ հարցը, որովհետև բոլոր շահագրգիռ տեղեկատվությունները պետք է իրենց տեսակետները արտահայտեն, թե օրինակ բանկերները պետք է իրենց տեսակետը արտահայտեն, թե օրինակ եթե համաձայն են, որպեսզի ժամանակավոր սառեցվի բանկայինը, կարող են արդյոք այդ քայլին գնալ։ Այստեղ մենք պետք է աշխատենք, որ ինչպես գործընկերս ասեց, որ նոր ռիսկ չստեղծենք, որտեղ հակառակ ռիսկն էլ կա, վարկը ձևակերպեն Եվ էլի գայթակղություն տեսնեմ, հեշտ ճանապարհի, ասեմ, գիտեք ինչ կա, դե ես չեմ արել։ Ինչպես on-line վարկը մի քանի միլիոնի շեմը հատեց տուժածներին, այս հարցն էլ է անհանգստացնում։ Եղել է, երբ ես դիմել եմ բանկին, երբեք իրենք ինձ 5 միլիոն վարկ չեն տրամադրել, պատճառաբանելով, որ վարկային գիծը ծանրաբեռնված է եւ իմ աշխատավարձը չի բավարարում, որպեսզի ես այդքան գումար վերցնեմ։ On-line վարկավորում են արել 5 միլիոն դրամի, ես կարծում դա այստեղ կասկածելի է։ Այդ տեղեկատվությունը դեռ բավարար չի, որովհետեւ կախված է թե այդ նույն ֆինանսական կազմակերպությունն է, թե ոչ, երբ է դիմել, այդ դիմելու ժամանակահատվածի մեջտեղում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հիմա ամենակարևորի մասին, ինչպես են զեղծարարներն իմանում, ով որ բանկի հաճախորդ է, որ ճիշտ ներկայանան։ Թվային անվտանգության փորձագետներն այստեղ հիշեցնում են, թե ինչքան տվյալների արտահոսքեր են ունեցել մեր երկրում ու դեռ շարունակում ունենալ։ 2.5 միլիոն քաղաքացու տվյալների բազա է այս պահին պտտվում ինտերնետներում, անուն, ազգանուն, հասցե, անձնագրի սերիա, մի քանի այլ արտահոսքեր են եղել, այդ թվում կոմերցիոն, ընկերություններից, երբ որ 200,000, 100,000-անոց տվյալների բազաներ են հայտնվել եւ դրանցից մեկը գնել էինք 11,000 դրամով ընդամենը։ Հույս ունենք, բայց ոչ այնքան մեծ հավատ, թե ոստիկանությունը կկարողանա բացահայտել այս հանցագործությունները, ասում են տուժողները, հիմնավորում բերելով, թե մեր երկրում կիբերհանցագործությունների բացահայտումը հիմնականում այդպես էլ անարդյունք է մնում, ինչ որ մի օր էլ արխիվի գզրոց տեղափոխվում։ Տոտալ լռություն է տիրում եւ բանկերի կողմից եւ կենտրոնական բանկի կողմից եւ կառավարության կողմից յուրաքանչյուր կիբերհանցագործություն այլ հանցագործություններից ինչով է այպես տարբերվում, այն ունի մեծ լատենտայնություն, շատ հնարավոր է որ հանցագործությունները իրականացվում են արտերկրից, այսինքն բուն հանցագործները Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում եւ որոշակի գործողություններ իրականացնելը ժամանակ է պահանջում, այսինքն օրինակ հանցագործը կարող է հանցագործության կատարման ժամանակ քողարկել իր հանցագործությունը կողարկել օգտագործելով պայմանական 5 տեխնիկական միջոց կամ ծրագրային միջոց եւ ապացողական բազան հավաքել, որը հնարավոր կլինի հետագայում անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, տևում է տևական ժամանակ։ Ի վերջո, այս խառնաշփոթի մեջ ինչպես չհայտնվել, մասնագետների պատասխանն ընդհանուր է, անձնական տվյալների նկատմամբ վերաբերմունքը փոխել, լրջացնել, այստեղ-այնտեղ չհանրայնացնել։ Ոչ մի ֆինանսական հաստատություն չի զանգահարի ու պահանջի օրինակ բանկային գաղտնաբար, քարտի PIN կոդ եւ քարտի տվյալներ եւ նման տվյալներ։ Իմ հորդորը կլինի, որ ուղղակի հեռախոսը անջատեն։ Ժամանակն է քննարկումներ վարել, գուցե արժի ինչ որ մի կերպ այդ գերարագ, մեկ կլիկով վարկավորման մեխանիզմները դանդաղեցնելու։ Համակարգային ցանկացած լուծում իր մեջ կարա շատ ռիսկային կետեր առաջացնի, այդ թվում նորից զեղծարությունների ռիսկ առաջացնի։ Ստացվում է, միևնույն է, ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է քաղաքացու դրսեւորումների հանգուցակետում, նաեւ թվային գրագիտության, առաջին ու վերջին հույսդ դու ես, հպարտ քաղաքացի, պատվիրան համար 11, անձնական տվյալները գումարներիդ նման ապահով տեղում պահիր։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։